Ողջույն սիրելի հեռուստադիտող, այսօր մեկնարկում է Arm Games ամառային եթերաշրջանի 3-րդ հաղորդումը։ Ասեմ, որ ֆանտաստիկ երկու հաղորդում ենք ունեցել, ցավոք սրտի ունենք մասնակիցներ, ովքեր լքել են արդեն նախագիծը։ Այսօր սպասվում է շատ թեժ մրցակցային օր։ Սկզբում լինելու է թիմային խաղ, որտեղ որ թիմը հաղթում է, փաստացի ամբողջ թիմով նրանք ունենում են այսօր իմունիտետ եւ տեղափոխվում են հաջորդ փուլ։ Պարտվող թիմի կյանքում լինելու են դժվարություններ։ Հալ մի վարքյան չնեղվես, որ դու գնացել ես մյուս թիմ։ Դու չնեղվես, բայց մենք նեղվում ենք ինքերս։ Մենք նեղվել ենք, բայց դե խաղա, ինձ թվում է կարա փոխվի էլ հաջորդ։ Որտեվ էս են խաղն է, որ ստեղ ամեն ինչ հնարավոր է, կարա հիմա գնա, հաջորդ խաղին հետ գա։ Դες բանի կարալի, հա։ Բաց։ Ինձ թվում է անգերությունը այդ թիմի համ թիմի մեջ է, համ էլ թիմից դուրս էլ է։ Խաղարին է հետ էլի ինգեր։ Իրոք։ Դու ո՞նց ես եկում հաջորդ։ Անգերս ես բաժակն եմ ուտում այս նախ տեսանից, նաս փոքսն էլի։ Դենաս մեջ։ Արամ ուր, Արամին կանչենք, ես Արամին ուզում եմ հյուրասիրեմ։ Եկա։ Արամ ախպեր արամ։ Ապա դու շատ ես տանջվում։ Դրա համար ես ուզում եմ դու քաղցր ուտես, որ մի քիչ ուժերդ վերականգնես։ Ես բացել եմ քո համար։ Օպա, այդ է ասում ես, ուրեմն առաջի հաղորդման ժամանակ Պինգբերի Ռուբին փորձել, գիտես չէ՞ մեջի շարիկն են։ Հա, ես արդեն փորձել եմ։ Ուրա։ Լավ, հիմա մենակ ուրիշ հաստան, իջեր այդ 100 ջամ ոնց ես։ Դա։ Ինչ էիք խոսում այդ դե թեմայի մեջ բերեք։ Հարութին ասում էինք, որ Arm Games-ը անկախատեսելի է, կարող է հաջորդ փուլում էլի հետ գա մեր թիմ։ Դժվար։ Ինչի՞։ Ես խաղը ինձ թվում այն խաղն է, որ ստեղ ամեն ինչ հնարավոր է։ Հա ես արդեն կերել եմ շատ համովա։ Ասեմ, որ դիմացը երկու թիմի համար շատ դժվար խաղ է սպասվում ու շատ ֆիզիկական ամենից։ Գնացի։ Դե մենք չենք ներվում դրանից ոչինչ։ Ես նորից գտնվում եմ ֆանտաստիկ բաների դիմաց, որտեղ Vega ընկերությունը, մեր գործընկերը եւ Arm Games-ը քոլափային այս բաներն են ստեղծել։ Այո, սիրելիներս, Հայաստանի ամենամեծ կահույքի եւ էլեկտրոնիկայի խանութների ցանց ներկայացնող ընկերությունը նորից մեր գործընկերն է։ Իսկ մենք սկսում ենք առաջին խաղը։ Բացատրեմ առաջին խաղը։ Թիմերը ընտրում են մեկ մասնակցի, ով կախված է լինում օդում, իսկ մնացած բոլոր մասնակիցները նրան պարանով պահում են օդում։ Պարտվում է այն թիմը, ում մասնակիցը առաջինը կտիպչի գետնին։ Բայց այդ ընթացքում օդում կախված մասնակիցները նաև պետք է բացեն կողպեքները, որտեղ գրված է լինելու փորձություններ։ Խաղը ինձ թվում է պարզ է։ Հիմա կա մի sense հարց, որ Աստղերի թիմն ունի 3 հոգու առավելություն։ Դա ամեն դեպքում պլյուս է նրանց համար, որովհետև փաստացի հաղթանակների արդյունքում ունեն այդ առավելությունը։ Մասնավորապես սրանից առաջ երկրորդ հաղորդման վերջում վտանգավոր գոտում գրեթե քանակը հավասար էր, բայց ավելի շատ աստղերը հաղթեցին։ Մենք քննարկում էինք այսպիսի բան, որ հնարավորություն տանք, որպեսզի դուք ընտրեք մարդկանց, ովքեր խաղադրույք կկատարեն։ Բայց որոշեցինք այս անգամ ամեն դեպքում առավելություն ունեցող թիմին թողնենք առավելությամբ։ Դուք ունենալու եք 3 փոխարինման հնարավորություն։ Դուք պետքա որոշեք, ովքեր են ձեր փոխարինվող մտնող մասնակիցները, առաջին 3 մասնակիցները, բայց փոխարինումը հնարավոր է իրականացնել մեկ անգամ։ Տվյալ մասնակիցը մտավ, էլ չի կարա դուրս գա։ Դուք որոշում եք 3 այդ մասնակիցներին ուղարկում եք ինձ մոտ եւ մենք խաղը սկսում ենք։ Այս անայսքան որոշում են։ Վերջերս համ ձեռքերը պետք է սախ մինը դու շաշ, օրը սաղը։ Արամ։ Թույլ ես, երկրորդը դու ես, տանից հետո հիշի դու ես ելույթը պետք է լինի, երկրորդն առաջ։ Մեկ, երկրորդը դու ես, երրորդը ես։ Բայց սկզբից ուշ չենք տալիս։ Չորրորդը Սվետան։ Թիմը որոշեց, որ հենց ես պետքա օդում կախված լինեմ։ Սրանք սաղ սուշի, բուշի կերատ վար, ես ռշտա կերատ։ Պինդ մարդ եմ ես։ Մենք նոր ենք ծանոթանում, դրա համար ես ուզում եմ ձեզ պատմել քաղցկեղի մասին, որ հաղթահարել եմ եւ շատ ուրախ եմ, բայց ես ուզում եմ, որ բոլորը իմանան այդ մասին եւ իմանան ու ուրախ լինեն, որ դա անցողիկ բան է։ Ու հիմա ես Arm Games-ում պետքա ապացուցեմ դա։ Թիմը որոշեց, որ այս խաղին ես չեմ մասնակցում, բայց իհարկե ես մասնակցում էի հոգեպես ու աջակցում բոլորին։ Հայտիների փոխարինման զամեններ այսպես ասած գան ինձ մոտ։ Ես ռազմավարությունը մոտավոր պատկերացրել եմ արդեն, հա։ Ովքեր որ պետք է նստեն գամակին, գնացինք։
Մենք կարող է 7 խմենք մինչև սկսենք։ Ծարավեք, չէ։ Ու եթե ոյս աչան յորոնիս, կայիս ծախա փռնիս, կողավ դիմատնիս ստը ու ցիկտաս։ Հենց դու ջոգես չես հասնում, մի քիչ ձգվի, հանգիստ կարաս հենես կայներ։ Եկեք ժողովուրդ, եկեք։ Ինչ։ Էդիկ ինչ ամես ուզում։ Նարնջի կա։ 7 խմելու գտնենք, եկեք։ Այո։ Ստար ինչ եմ Շամել ունենք, մալինա ունենք։ մուտի, մանգո, չգիտեմ, կամեն չկա։ Նուրա, շատ համով։ Նուր։ 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 Շոթացում եմ վերևի միքսից, նա։ Սեն ուտելացնեմ։ Հիմ ինձ վստահելա որպես ուժեղ անձ։ Հասկացա։ Գնացինք պատրաստենք։ Երկար ես պրավանանեմ, որովհետև Ջոգես չես ձգում, ես առաջին եմ։ Մեր թմի ամեն անպատասխանատու մարդ։ Բայց эмоционально. Կյանքը պետք է ճիշտ խաղաս ու խելքով միշտ հիշեք, бродягам всегда солнце светит по жизни в жизни։ Պատրաստ։ Գզաղած է ես բաճև ասում։ 1 2 Կամաս կքաշե։ 3 գնացինք։ Պլավնի, կամաց, առանձնացնելու։ Շատ լավ։ Այս պահին մենք տեսնում ենք, որ գամակի վրա նստած է մաշը, մյուս կողմում ասպրամը։ Պտտվեմ, տեսնեմ հետևում իմ շատ սիրելի մաշն է կախված։ Հերիք չի ես հայտնվել եմ օթում, հետս էլ ասպրամն է։ Աղջիկներ ո՞նց եք։ Ասպրամ, մաշ։ Անտիր։ Պարանից բոլորդ բռնված եղեք։ Մեր թիմի տղաները ավելի քիչ են, քան դիմացի թիմի, բայց ես կասկած չունեմ, որ մենք պիտի հաղթենք։ Առաջին բանալիները վերցնում եք, առաջին զամբյուղը բացում եք։ Մաշ բանալին առաջ է։ Էջի դու պիար, վեկալ։ Առաջինը։ Իչան։ Առանց վրազելու, մի վրազի։ Ես եմ ասում։ -1 հոգի։ Հիշեցնեմ, ամեն թիմ բացում է դիմացինի համար։ Այո, մի հոգի։ Այնտեղ դուրս եկավ Լարան։ -1 տղա բարձրացրեք։ Չիմի վերցրո։ Հա։ Շատ լավ, ամեն կողմից 1-1 հոգի դուրս եկան։ Ասպարամուշադիր։ Երկրորդ բանալին է վերցրվում։ Իչան, կամաց, Իչան։ Կամաց, հերիքա, ձգվի։ Հանգիստ մաշ, չվրազես։ Մի քիչ բարձրացեք նավսը։ Մի վրազի։ Հանգիստ ասպրամ, Մաշ հանգիստ կանես կյանքս։ Էսի բացվել է, բայց էսի չի բացվում։ Սունդուկը բացել ենք։ 10 points go to Ահա, -1 տղա։ -1 տղա։ Բարձրացրեք։ -1 տղա։ Գրիշը դուրս եկավ։ Բանալի չի բացվում։ Շատ կարևոր կանոն կա։ Եթե 1 րոպեի ընթացքում թիմը այս դեպքում ասպրամը չի կարողանում բացել արկղը, թիմից դուրս է գալու միանգամից 2 մասնակից։ Այս պահին ունեն եւս 25 վայրկյան։ Ախպեր չի բացվի։ Լավ, всё մտավ ոնց որ։ Ահա, ես ուզում եի տեսնել։ Դու ունես 10 վայրկյան, 8, 7, -1 աղջիկ։ 1 աղջիկ։ Մետյան թող։ Ասպարամ առանց լարվել ուշադիր։ Էդ ես ուզում մաշ։ Մաշայից հավատում եմ քո ուժին։ Մաշ հերթականությունը չխառնես։ Եվս 1 բանալի եք վերցնում։ Լավ է։ Արագ, ասպարամ, առանց լարվելու։ Չէ, մաշ, այնտեղ միացես բան կա, քրոջոք կա։ +1 հոգի։ -1 հոգի։ -1 հոգի։ +1 հոգի դուրս եկած մարդը նորից վերադառնում է։ -1 հոգի Սվետլանան դուրս եկավ։ Այս անգամ որոշակիորեն օգնեց ձեզ։ Տեսնես ձեր թիմը կկրայի, որ օրինակ հիմա ուժն հենց մարդու վրա թողի, ով հետո դուրս է գալու։ Ամեն դեպքում մենք նախնական պլան ունենք, թե ով է դուրս գալու, ով է ներս մտնելու։ Շատ լավ։ Եվս 1 բանալի։ Չվրազես, հանգիստ, հասցնում ենք ամեն ինչ նորմալ է։ Մեկ էլ բացելու կունենայի բան կա, մեր զամոթ կա, բացի նոր մի գա։ Հանգիստ բաց։ Մի այլ հաշետ բաց։ +1 հոգի։ -1 աղջիկ դուրս եկավ։ Ագնես հել դու, արի ես կողմ արի։ Շատ լավ։ Եվս 1 բանալի է բացվում։ Տեսնեք։ Չէ, դետի չէ։ Եվս 1 բանալի է բացվում։ -1 տղա։
-1 տղա։ Երբ խաղը սկսվեց, դեմից պատկերացնում էինք, որ շատ դժվար է լինելու, բայց մենք կարողացանք թմային այդ ոգին արթնացնենք, մեկս մյուսին օգնելով ու մեկս մյուսին զիջելով, շատ հեշտացնենք խաղը։ +1 հոգի։ +1 ես եմ այդում։ Գնա։ Արի, ապրես։ Մտի, այն Ժորդ, հաղթենք կա մոտիվացված։ Հեսա ես իրանց -1 տղական եմ սպասում։ Հաջորդ բանալին։ Իջացրա։ Շատ լավ է։ Հերիկա։ -1 հոգի։ -1 տղա։ Աղետ պատիկար ենք, ես Բանջ մնաց։ անհնար աչքեր։ Եվս մեկ բանալի։ Ամեն ինչ բարձանում է։ Ասա։ -1 հոգի։ -1 հոգի։ -1 հոգի թամը դուրս եկավ այստեղ։ -1 աղջիկ։ -1 աղջիկ։ Մարիամը դուրս եկավ։ Հետևորդները մնացին միայն տղաներով։ Ես ու Հարութն ենք, մեր դիմացը մարզիկներն են, բավականին ուժեղ, պատրաստված, գիտակցում ենք, որ պատասխանատվությունը ամբողջ մեր վրա է։ Կարենը փոխարինում է Նարին, ես ստեղ մոտենում եմ։ Օպա։ Չէ։ Ինչ գայթակղիչ առաջարկներ են։ Հա, դզեց այս առաջարկները։ Հարութ, դուք ֆանտաստիկ առավելություն ունեք։ Ստեղ կես միլիոն դրամ է։ Ստեղ կես միլիոն դրամ է, Հարութ։ Հարութ, ալի մատ ուշադին է, ինչքան է։ Քանյատ է, չէ մատ հաշվես, քանյատ է։ Քանյատ։ Իսկ ստեղ քանի հատի է։ Կարա ստեղ կես միլիոնից ավել լինի։ Թե ավելա։ Ավելա, չէ։ Թողում ես, քեզ ու տայսեմ քեզ գնում ես։ Աուդ 3-ն եմ աշխում 1, 2, 3, վերջ։ Ես մենակ հարութների համար ես ակցան ունեմ։ Ինչքան աստեղ։ Կես միլիոն։ Ինչի որ 5 հատ դրա համար։ Ես պրոստը լսում եմ քեզ։ Ասելու եմ չէ։ 1 միլիոն դրամ։ Հանդեղ իմաստ չունի առաջարկել, դուք եք առավելություն։ Ես թիմս փոխել եմ, եկել եմ ու փոխել եմ իմ թիմի։ Տղեկ 1 միլիոն դրամ։ Պետք է այս 1 միլիոն։ Լսեք, Հարությունյան Արսենին լսեք։ Հարությունյան Արսենին լսեք, մարդը կյանք տեսած տղա է։ 1 միլիոն դրամ, Հարութ։ Հաստատ։ Պետք է գալու դու։ Մի միլիոն։ Այ Հարութ, բայց կարայր միլիոնը վերցրի ճիշտ։ Մեկը հելնելու էի հեսապտի վերցնեի։ Ես ասում էի վեկալեն ես։ Եվս մեկ, բանալի է բացվում։ Իջանք, ամաց։ Էրիկա, բանդա։ Լավ։ Չենք օգնում, ուղղակի պահում։ Կար չոք։ Հետ արել է ասում։ -1 աղջիկ։ +1 հոգի։ +1 հոգի։ +1, մտի արս։ Ես մտամ ծերոքի է։ Երեխա ապրես։ -1 աղջիկ էր, բայց քանի որ միայն տղաներ էին, ուղղակի Էդուարդը հետևորդների թիմից դուրս եկավ։ Արի Էդուարդ ջան, դուք կյանքում առաջին անգամ որպես աղջիկ ներկայացար։ Իրականում շատ դժվար է այդ բառանը քաշելը։ Ու ասում են աղջիկ դուրս գա։ Ես նայում եմ սա թվում տղա է։ Իսկ ես որպես աղջիկ որոշեցի ես դուրս գամ։ Երախեք, չելա։ Դժվար էր, բայց մենք 100% կրելու ենք, ես շանս չեմ տնում այն թիմից։ Ժողովուրդ ջան, հետ են գալիս վերջին բանալին։ Բավականին լավ են, ասեմ թիմերը շատ լավ են աշխատում։ Հիմա ամենաբարտը շատ հետաքրքիր է ստացվել, որ ամենավերջում է մնացել այս բանալին։ -2 հոգի։ -2 հոգի։ -2 հոգի։ -2 հոգի։
-2 հոգի։ -2 հոգի։ Ահա, այստեղ էլ երկու աղջիկները դուրս եկան։ 3-ի դեմ Կարեն Հովհաննիսյան, Արսեն Հարությունյան, Սերոժա, այստեղ Սաքը, Սամվելը եւ Արութը։ 3 ուժեղ տղաներ ընդդեմ 3 ուժեղ տղաների։ Չեմ թաքցնում, հա շատ դժվար է։ Կարաս պպզես իրան կպենսին արել ու եկավախտ այդտենց պահել են։ Պպզի դու է։ Այսո Նագրուսկեն իմ վրայա։ Տեսնում եմ Սերոժը տանջվում է ու սերտս չի տանում, որոշում եմ ջուր տանեմ։ Այս կարոշը արդեն հոգնել ենք, ուշի ես գուլատ եանım սկզբից, բայց դե բես սամտ հոգնել եմ, եկետենամ մեկ այսենց վազելով վրես է գալի, բա ջուր, ասի ես այստեղ եմ, սպասիբա от души душевно, по жизни в жизни, по делу в делу։ Всё, Սերոժին մի քիչ թողեք, Սերոժ թողնա մի քիչ։ Սերոժը, կարա խոսա ուժեղ այդ է։ Բավականին լարված է մտնորդը, որովհետև իրանք առաջի հաղորդումից հետո բավականին լարվել են միմյանց հանդեպ։ Հիմա այստեղ հավատացեք միայն սպորտի արդյունք, այս ծանր քաշի արծ կա, մի փոքր հետևորդների տղաների քաշը ավելի բարձր է, որը ավելի հեշտացնել է իրենց գործը։ Մի թող պարանը կպած արի, всё։ Դե ինչ սկզբանե ասել իմ փոքր մարմին վիճակին դուք մի խափնվեք, հոգին է կարևոր, դուք տեսնում եք ես ոնց եմ պայքարում իմ թիմի համար։ Ոնց ես։ Շատ լավ, եթե մենակ մենք խաղայինք աստղերով։ Հասկացա, իսկ ըստ քեզ ով է հաղթելու։ Այս խաղը մեզ այնց ով էլ հաղթի ուրախ եմ լինելու, ինձ թվում։ Չէ, հենց այս խաղը կոնկրետ։ Հենց մենք այդ հարցեր արամ։ Մենք հաղթելու ենք երեխեք, ուրիշ ձեր չի կարա լինի։ Մեզ համար կապ չուներ ով կմնար վերջում, կարևորը թիմը հաղթեր, մենք թմային պայքար ենք տալիս։ Մենք չենք վաճառվում։ Հասկացա, լավ, ստեղծեջ, ասպրամ։ Այո։ Դու ասա։ Ինչ։ Ես եթե չեմ սխալվում, համացանցում տեսնեմ, որ քո մաշի մեջ եղել է կոնֆլիկտ, ճիշտ եմ հիշում, երկու արցախցիների միջև։ Այո։ Հասկացա, իսկ այդ կոնֆլիկտը ավարտվել է, թե դες կիսատ է մնացել, ինչ հետաքրքիր է։ Ես փակել եմ էջը, կարծում եմ ամեն մեկը իր դասը քաղել է։ Ամեն մեկը։ Okay։ Ես տեղյակ չեմ, ոչ մի բանի ֆիդբեք չեմ տվել ու ոչ մեկի անունի վրա չեմ փիառվում ու անշնորհակալ երբեք չեմ լինում։ Մաշա ջան, դու քո դասը չես քաղել։ Դու հələ պիտի աճես, որ ինձ կարողանաս դաս տալ։ Այո, երբ ձեզ նման ուսուցիչներ ունեմ, վստահաբար կաճեմ ու ձեր սխալները հաստատ չեմ կրկնի։ Կարծես Մաշան անցած կոնֆլիկտից բան չի հասկացել։ Բրցում չունեմ ես այս աղջկանից։ Դու ինձ մենակ ավել PR ես տվել ու իմ անունի վրա PR-վել ես։ Ուրիշ ոչ մի բան։ PR-ի անունի վրա։ Ես դրանից մնաց չեմ խաղում, դու ես ծաղրի առարկա դառնում։ Ոայ, թանկագինս նոր տեղյակ չէր, դու ինչ եկա։ Ես տիրուհի էի հասել, ոչ թե թանկագին։ Շատ ուրախ եմ, որ իմ մեսիջը քեզ հասել է, սիրելիս։ Երկու տարբեր իրականություններ, այնտեղ տղաներն են, չոր էներգետասում այստեղ աղջիկները։ Երեխեք տիրուհու պինդ պահեք։ Ես գիտեմ, որ Ասպրամի ու Մաշի մեջ լարվածություն կար ու սենց Մաշի աչքերի մեջ տեսնում եմ ինչքան շատ այնք ուզում, որ ես հաղթի, ինչ որ սենց պրինցիպ կար։ Մեկական հոգի տղաներից բաց է թողում։ Պատրաստ։ 1 2 3 թող։ Ապրեք։ Թևերս թուլացան, ես դուս եկա։ Սամ, խոսք եմ տալի հենց հիմա որ թողես ընկնի։ Տարբեր ջուրեր են ունենալու, բերում եմ քո այդ իլյուզիայի թանգարան։ Ասես տեսություն։ Հե՞։ Համաձայն ես ա։ Վա, ասում չտեսեցու խոսք։ Տեսեք հաշի։ Հաստենի քիզ մեջքի։ Դավայ։ Թողեք, իջեք, եկնի պպզեք։ Բերեք, բարձրացեք, տրինաժորը ես հաշվեք։ Երեխեք այսքան պայքարել եք աղաց։ Սերոժ, ապրես։ Սա Ստեփանավանն է, մենք ես հավատում ենք։ Դու Ստեփանավանից ես ուրիշ տեղ չի կարա լինի։ Ընկեր, լավ չեք, կիստեյները թողնել, Դավայ։ Թողնել։ Ավելի ուժեղ։ Առաջարկում եմ չտրվեք։ Ես առաջարկում եմ մանիպուլյացիա գորելով էլ քաշեք հələ։ Իրեք, եկում եք։ Այեսա։ Պրովոկացիայի մի գնացեք։ Միջև էջ պայքարեք, գիտեմ։ Ընկեր, լավ չեք։ Չէ, չպտվեք,
Խապ ունեն, չպրծնեք։ Բարձրացրեք։ Դավայ, դու կարաս։ Վերջին ուժերով են աշխատում տղաները, լավ են աշխատում։ Ավելի ուժեղ։ Հա, էլի։ Ձև չկա, այդ կանատը վնասել է ձեռքերս ու չեմ կարող են արդեն պահել ու ստիպված եմ արդեն այդ կանատը բաց թողնել, բարդվում ենք այդ խաղը։ Հարգելիս տիրուհիները միշտ են հաղթում։ Վերջ։ Կարոջ արդեն դե կրել ենք, ես գիտեի որ կրելու ենք, էլի որտեվ պայտակ եթե մեկը ակտիվանում է, ասենք ինձանից ոչ մեկ ավել չի կարա ակտիվանա, ով ինչքան ակտիվանա, այդքան կակտիվանամ։ Իրեք զամենով հազիվ կերիք։ Բայց զամեն չեն կարող։ Իրեք չեն կերիք։ Այնտեղ որ կանգնած են չեն։ Չեն կերիք։ Մեր աղջիկին չենք մտնելու տղեկի փոխարեն, հա։ 4 տղա հայտիների թիմում ընդամենը 4 տղա է։ Իհարկե իրականում 4-ը շատ ուժ է։ Շատ ուրախ եմ, որ մեր թիմը հաղթեց, բոլորով նենց միավորվել ենք ու ուրախ եմ, որ ոչ մեկ դուրս չմնաց։ Ես շնորհավորում եմ հայտիները ամբողջ թիմով ունեն այսօր իմունիտետ։ Երեխեք ճիշտ այս ինտրիգաները հավես է ինչ որ մի կողմից, բայց սիրտս արդեն լավ չի։ Ես որ ինչ-որ շոու է մեզ սպասվում։ Երեխեք սիրտը քցում է, շոկը տվել են ձեզ։ Ես արդեն վախում եմ, գիտեք ինչ սպասենք։ Կարևորը մենք հենց իրար հետ լավ ենք։ Չգիտենք ինչ սպասենք։ Մենք աստեղից։ Հələ որ անեք ես ձեզ։ Երեխեք կարևորը հələ իրար դեմ չենք թշնամացել։ Կարմամ։ Բայց երեխեք ինչ եք մտածում, ինչ ա լինելու вообще։ Երեխեք այս ինտրիգաները իհարկե Արամը լավ է կազմակերպել, բայց իմ սիրտը արդեն լավ չի, արիթմ է մոտս։ Չգիտեմ հաջորդ խաղը ինչ ա լինելու, բայց զգում եմ դաժան ա լինելու։ Լավ կլինի ուժային չլինի, որ կարողանանք լավ լինել։ Այո, կարևորը մենք դեռևս մի թիմից ենք, իրար հետ լավ ենք։ Հիմա եկեք մեզ մեր համար։ հաղթանակի կենացնենք։ Մեր համար։ Այո։ Ամեն դեպքում այստեղ 10 մասնակիցներդ էլ այսօր պարտվել եք։ 10 մասնակիցներից մեկ հոգի Հարութը Արուչյանը ձեռքով արա, ունի իմունիտետ։ Այսօր Հարութը մասնակցելու է այսպես ասած փորձությանը, բայց միայն ինքն է գործողություն անելու, իր դեմ չեք կարող անել, որովհետև հիշում եք, նա անցյալ հաղորդման ժամանակ վերցրեց իմունիտետ, որը կարող է օգտագործել միայն այսօր։ Եվ այսպես, ինչ է կատարվում։ Սկսած հերթականությամբ առաջին ասպրամն է ու տենց միջև գալիս է 10-րդ համարին։ Ամեն մեկի մոտ դրված է 10 փոքրիկ շարիկներ, ում տարայի մեջ 10-ը լրացավ, նա լքում է նախագիծը։ Բայց, եթե դեռ իր հերթը չի ասել, նա դեռ ունի հնարավորություն քվեարկելու։ Այսինքն նա սպասում է, մինչև գալիս է հերթը հասնում է իրեն։ Դրա համար եղեք ճիշտ ռազմավարական գործողություններով, ճիշտ հաշվարկային։ Ձեր արած յուրաքանչյուր գործողություն կարող է շրջվել ձեր դիմաց։ Այսինքն շրջանը ավարտվելուց հետո, երբ բոլորը արդեն օգտագործում են, իրենց առաջին քայլի հնարավորությունը, դրանից հետո նոր ես կանեմ հաշվարկը։ Դուք կարող եք առաջին շրջանին չօգտագործել ձեր ամբողջ գնդակները, դա ձեր որոշումն է։ Բացում եք թիվը, ինչ թիվ լինում է, դու այդքան իրավունք ունես գնդակներ վերցնել եւ օգտագործել ոնց կուզես։ Միայն չես կարող այդ գնդակը օգտագործել ինքդ քո դեմ։ Եթե օրինակ 9-րդ մասնակիցը կամ 8-րդ մասնակիցը դեռ իր հերթը չի հասել, բայց արդեն ինքը ունի 10 ու պետք է լքի նախագիծը, նա ունի հնարավորություն օգտագործելու իր հնարավորությունը նոր լքելու։ Բայց ամեն դեպքում, որ մասնակցի տարայի մեջ լինի 10 գնդակ, ինքը այսպես թե այնպես լքելու է։ Ունենալով քայլի հնարավորություն, եթե շրջանը դեռ չի ավարտվել։ Ասպրամ, խնդրեմ, մոտեցիր։ Մինչև դու կբացես թիվը, հիշեցնեմ, որ Հարութն ունի իմունիտետ, Հարութի դեմ ոչ մեկ չեն կարող քվեարկել կամ գնդակը գցել, բայց Հարութը կարող է օգտագործել իր հնարավորությունը։ Եվ երկրորդը, այս փորձությունից 10 մասնակցից 3-ը գնալու են տուն, 7-ը շարունակելու են խաղը։ Ասպրամ, թիվը 7։ 7։
Դա բայ քեզ մոտ 7 գնդակը վերցրու եւ որոշի ինչպես ես դա օգտագործելու։ Դա դի կարող ես ջեբս դնել։ Ահա, Էդգարին 1 գնդակ։ Սարգիսին 1 գնդակ։ Սամվելին 1 գնդակ։ Արութին 1 գնդակ։ Սվետլանային 1 գնդակ։ Գրիշային 1 գնդակ։ Մարամին 1 գնդակ։ Այս պահին նա օգտագործեց բոլոր 7 գնդակները, չգցելով միայն Լարային։ Ասում եմ քո տեղը կանգնիր։ Էդուարդ։ Թիվը 4։ Կներվում։ Էդուարդը վերադարձեց մի հատը, պլյուս 1 հատ ավել։ Արդար չի։ Էդուարդը 2 հատ էլ գցեց Լարային։ Հարութ։ Օպա։ Ամենամեծ թիվը դա 10-ն է։ Հարութը կարող է օգտագործել իր բոլոր 10 թվերը եւ կոպիտ ասած հանգստանալ, որտեղ իր դեմ այսպես թե այնպես չեն քրարկելու։ Մեկ հատ Էդուարդին։ Ժբարդ ընտրության առաջ եմ։ Մեկ հատ Սարգիսին, Սամվելին, Հարութին, Սվետլանային, Գրիշային, Մարիամին, բայց դեռ 3 հատ դու ունես։ Կոնկրետ ասեմ, Հարութը այս գնդակները գցելուց հետո գնում է տուն, որտեղ էլ ֆունկցիա չունի անելու։ Հարութ։ Հասկանում եմ, որ բարդ է, բայց ամեն դեպքում Շատ բարդ, Արամ։ այս խաղում ամեն դեպքում հավասարություն չի կարող լինել, 3 հոգի այսպես թե այնպես լքելու են։ Հնարավոր է նույնիսկ 4։ Հա, շատ կտրուկ էր։ 3-ը հաստատ։ Չգիտեմ։ Դե, խնդրեմ։ Արի մի բան մտածենք, որ պատահական լինի, էլի։ Հարութ ջան, ես կապ չունեմ։ Պատականությամբ Սարգիսին, Սամվելին և Լարային։ Լարա մոտեցի թիվը վերցնելու։ Թիվը 6։ Լարան վերադարձեց Էդուարդի 2 հատը։ Քանի որ միջև այս խաղը նենց էր ստացվել, որ բոլորս իրար շատ լավ էինք, շատ լավ հարաբերություններ առհասարակ ունեինք ու թմային էինք, ես չգիտեմ դու ինչի ինձ գցեցիչ, բայց փաստացի մի խոսքով կամ ես մտածել եմ, որ եթե այս խաղին հասնենք, այս փուլը լինի, ես ուղղակի հատիկ կգցեմ, այսինքն բոլորին պրոստը կբաշխեմ, բայց ինչ-որ մեկը որոշեց ինձ միանգամից 2 հատ տալ, ես դրա համար քեզ տվեց, թե չէ ինչ-որ մեկի դեմ ոչ մի բան չունեմ։ Ոստեղ անհատապես ոչ մեկին չեմ ուզենա, որ դուրս գա դրա համար, ուղղակի ամեն մեկին մի հատ կգցեմ։ Ու ես վերջնական արդյունքը ցույց կտամ այն ժամանակ, երբ որ ուղղակի ինչ-որ մեկը որոշի գա մեծ քանակությամբ շարիկներ, իմինի մեջ գցի։ Կներեք, ուղղակի աղջիկներին չեմ ուզում, թե չէ ես մեկ հատ Գրիշային, մեկ հատ Հարութին։ Ինքն քայլ։ Երևում է դեռ հստակ ռազմավարություն չունեն մասնակիցները, բայց կարծում քիչ անց ամեն ինչ կփոխվի։ Այս պահին 4-ական գնդակ ունեն Սարգիսը, Սամվելը եւ Էդուարդը։ Սարգիսը երրորդն է։ Մոտեցեք։ Ամենակիչ գնդակները այս պահին աղջիկների մոտ է, Ասպրամ, Սվետլանա եւ Մարիամ։ Թիվը 2։ Արդեն ներվայնանում եմ։ Նաեւ
շատ կարևոր է թե ինչ թիվ կքաշեն մասնակիցները։ Շատ։ Սենց ասեմ, вообще ընդհանրապես ոչ մի բան չունեմ, դաժե այսօր մի քանի անգամ ասել եմ, որ ես իր ֆանատն եմ, պրոստը այս խաղի ընթացքում զուտ իմ կարծիքով մի քիչ ավելի թույլ ինքը գտնվեց, դրա համար մի հատ գցում եմ իրան ու մի հատ գցում եմ ինձ գցած մարդ։ Հասկացա։ Սամվել 8 Թիվը 8 Իսկ այդ արկղում փոքր թվեր չկան, հա։ Կան։ Դե երկուս քաշեց արդեն մի։ Նույնիսկ ասեմ ավելին Սամվելը կարող է իր որոշումով արդեն իսկ ինչ-որ մեկի ուղակի տուն, որովհետև իր ձեռքում բավականին մեծ զենք է, 8 թիվը, 8 գնդակներ նա կարող է այս պահին օգտագործել։ Ասեմ, որ ամեն դեպքում վաղ թե ուշ ձեր դեմ կամ դուք օգտագործելու եք։ Սամ ջան, քո որոշումը։ Անհատական ուզում եմ ասեմ, որ բոլորի հետ էլ ընկերացել եմ, բոլորդ որպես մարդ լավն եք, բայց չենք մոռանում նրա մասին, որ մենք եկել ենք խաղալու, սա խաղ է ու պետք է այդ խաղային որակները մի հատ հասկանանք, այդ մարդը այդ որակները ունի թե չէ, ինքը մեզ կոպիտ ասած օգուտ տալիս է թիմային խաղի մեջ, թե չէ, թույլ է թե ուժեղ է։ Ես իմ ձայնս լրիվ տալիս եմ ստեղ։ Ես այդքան ներդնեմ, PR-ը տամ, սանրվածքով գամ։ Սա խաղ է, բալետ անեմ, դա դիսեր ասո, օրիշինել ընտրիր։ Լավ էլի։ Պատկերացում չունեմ, թե Սամվելը իմ նման հրաշքի դեմ ինչ ունի, բայց եղավ այն, ինչ եղավ։ Օ, լրացավ տասը։ Սամվելը 7 գնդակ գցեց Ասպրամի մոտ, Ասպրամն ուներ 3-ը, քանի որ առաջին շրջանի առաջին մարդը հենց եղել է Ասպրամը, Ասպրամը էլ հնարություն չի ունենալու քվեարկելու։ Ասպրամը առաջին մասնակիցն է, ով այս պահին կլքի Arm Games-ը։ I'll be back։ Հուսամ ով հաղթի չհաղթի, հաստատ դու չես հաղթի։ Նարին շանս տվեց Ասպրամին, Սամվելը շանսը վերցրեց։ Ասպրամ, շնորհակալություն քեզ։ Բայց դու ես պայս լքում ես Arm Games նախագիծը։ Ես ուրախ եմ, որ հանդիպել եմ ու եղել եմ ձեր հետ Arm Games-ի շրջանակում, բոլորիդ հետ աշխատելը շատ հաճելի էր։ Ինձ համար շատ վիրավորական էր, որ ընտրություն ունենալով գոնե մեկական բաժանելուց թիրախավորվեցի հենց ես։ Կարծում եմ ամենասրտանց մարդկանցից մեկն եմ եղել, որ ցանկացեմ հաղորդումը այսպես վառ ներկայացնել։ Ամեն դեպքում հաճելի էր, բոլորին հաճելի խաղ, սա խաղ է ու ժամանակ։ Լավ եղեք։ Սամվել, դու ունես ևս մեկ քար։ Սամվել ջան, շարունակում ես։ Մնացես մեկը, հա։ Այս մեկը շատ դժվար է իրականում։ Քո որոշումը Սամվել։ Սվետլանային։ Հարութ մոտեցի թիվը վերցնելու։ Հարութ Արշակյանը իր առաջին դեբյուտում պարտվեց փաստացի իր նախկին թիմակիցներին։ Թիվը 5։ Թիվը 5։ Ամեն դեպքում Հարութի որևէ գործողություն այս պահին չի կարող լինել վճռորոշ, որովհետև ոչ մեկի մոտ 5 հատ չկա գնդակ։ Իրականում դու լավ գիտես ես ոնց եմ վերաբերվում այս ամեն ինչին, ինչքան սիրով, ինչքան հաճույքով եմ եկել, ինչքան ուրախությամբ եմ մասնակցում ու չեմ ժխտիկ ասեմ, որ երբ որ տեղափոխվում եմ ես թիմ, իմ թիմակցի ընտրությամբ, դե նորմալ է, չէ՞ որ ինչ այդ իմ ընկերներն են, այնտեղ ես այնպես մարդիկ կան, որ երկար շփվել, ճանաչել եմ, սկզբում կար ինչ որ տենց մի բան, որ դե լավ, դե ինչի, բայց գալուց հետո այս թիմ հասկացա, որ ստեղի ոգին շատ ուժեղ է։ Ես կուզեմ հեռուստադիտողներն էլ իմանան, որ էկրաններից այն կողմ շատ հեշտ է պատկերացնելը թե ինչ ոնց, բայց ստեղ երբ որ լինում եք ամեն ինչ շատ վատ է։
քիչ ունես զուտ դրա համար։ Մի հատ պիտի բաշխեմ։ Այնտեղ 4 հատ են։ Եվ վերջին երկու գնդակը։ Ետ եկավ Սվետլանա ջան ամեն դեպքում։ Հեսա ես եմ։ Եվս մեկ Չէ, քեզ չեմ գցի։ Հրաժարվեց։ Սակոին կգցեմ, որովհետև սակոին Սակոին ինչ։ Եվ Սարգիսին։ Ինձ թվում է Սվետլանան կքաշի թիվ 1-ը։ Իսկ ինձ թվում է Սվետլանայի քաշածը կլինի որոշիչ։ 2։ Ես վստահ եմ, որ փոքր թիվ է քաշելու Սվետլանան։ Նա շատ էր սպասում դրան, բայց այդքան լավ չստացվեց։ Ունենք երկրորդ կռուկ։ Okay։ Դեռ կպտտվենք։ Դու ինձ գցել էիր եղբայր։ Թե հա, ով էր ինձ գցել, մի հատ իմանամ էլի, ով էր իմ դեմ։ Ով էր իմ դեմ։ Դու իմ դեմ էիր։ Դու իմ շնորհակալություն։ Ապրես։ Բոլորդ ստացեք ձեր արժանին։ Գրիշա։ Ես սպասում էի սրան։ Մեկը եկավ քեզ Գրիշա ջան, հասկացա, մի փոքր էի սխալվել։ Ես իրականում կուզեի, որ իմ որոշումը չլներ Ես հիմա վերջնական։ Փոխը կանգնած ամեն դեպքում։ Այո։ Քո որոշումը։ Իրականում ես համաձայն եմ ժողովրդի հետ, որ մենք թիմ դառել ենք ու իրար հետ իրոք կապվել ենք, բայց ես կգտնվեմ սուբյեկտիվ։ Okay, քո միակ գնդակը դու գծեցի Մարիամին այսպիսով հավասարացնելով, ես հասկացա։ Մարիամ, ամեն դեպքում հստակ արդեն ես տեսնում եմ, որ մենք միայն մի քարտի դեպքում է, որ չենք ունենա երկրորդ շրջան։ Թիվը 4։ Մենք հստակ արդեն անցնելու ենք երկրորդ փուլ։ Քանի որ ոչ մեկի մոտ 6 գնդակ չկա, սա վճռորոշ չի լինելու։ Հետո շրջանը սկսելու է Էդուարը։ 2 հատ Հարութին, 2 հատ Գրիշային։ Հարութն ու Գրիշան արդեն ունեն 6-ական գնդակ։ Անկեղծ եմ ասում, անեց մտածել, որ տղամարդկային ոչ, այս ոչ չենք եկել տղամարդ, ես լավ տղամարդ եմ, ես լավ աղջիկ եմ, ոչ։ Նարջան, ինձ խոսացա, որ ինչ է լինի, ինձ միշտ կպաշտպանի ու եթե պետք է լինի, ինձ առաջ կբրդի ու կզոհի իր տեղը ինձ։ Լավ, բայց իմացի, որ տեղի ամենասիրունները պալիգովում ենք ենք։ Դե որտես տես սապրծավ։ Մենք սկսում ենք երկրորդ շրջանը, ասեմ, որ գնդակների քանակը անսահմանափակ է։ Ինչ տիպ քաշում եք, այդքան գնդակ էլ պետք է գցեք կողքինների տարայի մեջ։ Էդուարդ։ Թիվը 1։ Սիրածս թիմն։ Իրականում շատ լավ որ մեկ ընկավ։ Շատ լավ որ չընկավ այնքան որ կկարանա մարդանեմ, զուտը մեծ անենք, որ հավասար լինի բոլորիս մոտ։ Մեկ գնդակը գնաց Լարային։ Հարութ ջան, քո խաղը չի ավարտել։ Հնարավոր է դու նորից քաշես 10։ 3։ Ամեն դեպքում Հարութ, քո դեմ չեն քվարկում, բայց նախընտրելի է որ քո արած գործողությունները լինեն ոչ միայն ռանդոմ, դու նորից անում ես բալանս։ Սա թիմ է, թիմ։ Հասկացա։ Եվ վերջին գնդակը։ Կարաս գցես եթե ուզում ես, խնդիր չի։ Լավ, Էդուարդն ասեց ինձ գցեց։ Լարա դեռ միայն Սամվելն է վերցրել լուրջ պատասխանատվություն իր վրա։ 3։ Մնացած բոլորը կարծես թե բաշխում են։ Ինչ դուր է գալիս Սամվելի խաղաոճը ամեն դեպքում։ Դա մոտ է մեր նախագծի տեսակին։ Լարան 3-ն է քաշել։ Առհասարակ մենք ես ու դու տենց շատ շփում չենք ունեցել, չգիտեմ ինչ էս տոճ կվեր։ Առհասարակ հավասարեցնում եմ։ Չերևաց։ Այդ կարմիր մազերով աղջիկը որ
չեմ ուզում ասեմ, որ էս ազդում է, բայց լավ արդեն ասեցի։ Ֆայմում եմ, որ գցեմ քեզ, հետո գալու ես ինձ գցես։ Սիրտս թուրծավ։ Ես չեմ հիշում ով այս գցել, եկեք տենց անենք։ Ես գցել եմ մի հատ, բայց դու ինձ գցել ես։ Դու։ Չէ։ Ես քեզ գցել եմ։ Չեմ հիշել։ Դու ինչ ես գցել։ Չէ։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞, կյանքը կես ժամ առաջ պայքարում էինք, որ հաղթեինք, հիմա։ Իրար հետ։ Մի հատ ինձ գցի, մնացածը մտածի։ Էդուարդն ունի արդեն 7 գնդակ։ Մի հատ ու Մեսի եմ։ Լարան վճռորոշ քայլերով 2 գնդակ եւս ուղարկեց Էդուարդի տարան։ Նայեք, ես այնպես եմ անում, որ հավասար լիներ բոլորին, որտեղ ես գիտեի, որ Արամը վերջում եթե սաղինս հավասար լիներ, չէր հանելու, չէ՞ սաղից բնականաբար։ Ես փորձում եմ այդ հավասարությունը պահեի։ Բայց որ գալիս է ինչ-որ մեկը, ինչքան շարիկ հանած լինում է, լցնում է իմ կոլբի մեջ, դա մի ձև անիմաստ էր ու ես արդեն այդտեղ միտք չէի գտնում էլ մասնակցելու իրականում։ Սակ Թիվը 10 Օգո Լավն էր։ Ինձ թվում է Լավն էր թիվը, բայց բարդ ընտրության առաջ է լինելու։ Որևէ մասնակից արդեն հնարավոր է լքի։ Վալերյան կա ունիք։ 4, 5, 6, 7, 8։ Այդ հաստում։ Ոնց կուզես։ Չեմ ուզում։ Հրաշքած ոնց ուզում ես ինձ։ Ես քեզ չգցեցի անցածին։ Հաշվի առնելով, որ դու էլ կգցես։ Արա։ Ես հասկանում եմ։ Մի հատ գրիշային։ Ձեռը շեթա իրան գցեմ։ Մարիամին չգցեց։ Ձեռը շեթա, ես չեմ կարա Մարիամին գցեմ։ Ավելին ասեմ, Սարգիսը նույնիսկ կարա դեռ այնպես անի, որ խաղն ավարտվի, բայց այսպես թե այնպես չի ավարտվելու, որտեղ իրանից հետո բոլոր մասնակիցներն նույնպես պետք է մասնակցեն քվեարկությանը։ Սենց սաղս դուս են գալու։ Եկեք սենց ասեմ, Մարիամին բացառում եմ, չգիտեմ խի հատուկ սիմպաթիա ունեմ, չեմ թաքցնում, չեմ ուզում ես իրան գցեմ։ Սակոն ասաց, որ բոլորին կքվեարկի բացի ինձնից, եւ դա ինձ համար հուզիչ էր։ Քանի որ սկզբից բոլորի հետ եղել եմ բացի Հարութից, դրա համար Հարութին կգցեմ մի հատ էլ։ Սովետային ճիշտ ասած вообще ցանկություն չունեմ գցելու, պրոստը։ Մարիամ տեսվեց ադի, մատ կողմնորոշվի։ Չէ, մի հատ կգցեմ, Սոժե։ Շնորհակալ եմ։ Ճիշտ է, ես կարամ լացեմ, բայց կարամ դուխ տամ էլի ձեզ համար։ Ինչքան ունի կգցի մոտը։ Արա։ Քո թիմակիցները լավ առաջ կետան, ոչինչ։ Հարութ Արշակյան Սարգիսի գնդակների գցելու արդյունքում նույնպես ունի 10 գնդակ, բայց դա նա դեռ ունի պատասխանելու հնարավորություն։ Դա համար ես դեռ կլռեմ։ Ես զուտ գտնվում եմ Սառնասիրտ։ Մի հատ։ Եվս մեկ մասնակից Սարգիսի ձեռքով շուտով կլքի նախագիծը, ես հեսա կբարձրաձայնեմ։ Ես քո դեմ ոչ մի բան չունեմ, կարաս ինձնից նեղանաս, կարաս չնեղանաս։ Կարամ քվեարկեմ քեզ չնեղանամ պրոստը։ Զուտ մնացածին չեմ ուզում գցել։ Գցես Լարային։ Հարութը սպային ունի 10 գնդակ, բայց դեռ Հարութը սպասում է, որովհետև դեռ նա ունի պատասխանելու հնարավորություն։ Էդուարդը սիրելիներս, քանի որ արդեն իր քայլն արել էր, երկրորդ մասնակիցն է, որ այս պահին կլքի Arm Games ամառային եթերաշրջանը։ Էդուարդին ճանաչում հարուսական համալսարանից շատ տաղանդավոր կերպար է, ինձ թվում է շատ ավելի пассив ես եղել, քան դու կաս, բայց կուզեմ քո խոսքը ասես։ Ինձի որ կինոներում կանչեք, մեկ-մեկ խաղամ լավ կինոներում, ստե ինձի ցույց չեմ տվել իրականում, բայց հիմա sense թեմաներում ասեմ, շնորհակալ եմ բոլորիդ, իրականում շատ հաճելի էր, ոչ մեկի դեմ այսքան ժամանակ ոչ մի բան չեմ ունեցել,
զուտ փորձում էի հավասարացնել, զուտ էր, բայց կարծում եմ մեր թիմից է հաղթողը լինելու իրականում։ Ես վստահ եմ, չգիտեմ, ու ենթադրում եմ ով, հետո առանձին կասեմ մնացածին։ Մերսի շատ բոլորի։ Ապարենք Էդուարդին։ Դա մնաց։ Դե ինչ։ Մնաց բարով Arm Games։ Սամվել։ Ուտ։ Ես մեծ թավերը ինչին զգրնի։ Ես գիտեմ, ես որոշումից հետո մարդ կա կրնա նեղանա, վիրավորվի, բայց թե ինչ ենք։ Իդեպ միք բաներ եք, որ մեկը մյուսին գծեց, ինչ-որ վրեժ բաներ ենք լուծենք, մյուսին գծենք, որովհետև ասեցի, մի քիչ առաջ ասեցի, ոնց դուք պետքա նայեք այս ամեն ինչին, ոնց պետքա դիտարկեք։ Դու պիտի ասես ով ոնց նայի։ Ես իմ տեսանկյունն եմ ասում։ Դե որոշումը ձերն է։ Մեկ գնդակ Լարային, մեկ գնդակ Սվետլանային, Լարան արդեն ունի 9 գնդակ, Լարան ունի 10 գնդակ, Սվետլանան 8, 9, Սվետլանան ունի 10 գնդակ, Գրիշան ունի 8 գնդակ։ Հիմա բացատրեմ, որպեսզի դուք պատկերացնեք, Էդուարդը եւ Ասպրոմը լքել են նախագիծը, շրջանը ավարտվելուց հետո, որ մասնակիցների մեջ հավասարապես եղավ 10 գնդակ, վիճականության արդյունքում մի մասնակից լքելու է նախագիծը։ Ինչի Հարութը չլքեց, որտեղ դեռ Հարութի հնարավորությունը քայլը չկար։ Եթե Լարային գծվեր մինչև Հարութը, Լարան նույնպես կլքեր, բայց Լարայի 10-րդը գծվել է Հարութից հետո։ Այս պահին Հարութը, Լարան եւ Սվետլանան ունեն 10 գնդակներ իրենց տարեի մեջ, այսպես ասած դեռ ձեր խրախճանքը շարունակվելու է, որովհետեւ դեռ պետք է արվի վիճականություն գոնե արդեն ձեր մեջ։ Հարութ մոտեցի դու հնարավորություն ունես վրեժ լուծելու։ Եթե իհարկե մեծ թիվ քաշես։ Թիվը 6։ Ունես։ Ես սպասում եմ վրեժի Հարութի կողմից։ Դե վրեժ չի, այդ ավելի ինձ թվում է Ես գիտեի, որ գիտես ինչի եմ մեզ գցում, որ ասեցիր գնա բան ձեր թիմին հաղթանակ, ոնց ասեցիր։ Չէ, այդպես բան չասեցի։ Լավ ես անում գցեմ ես, բայց այդպես չեմ ասում։ Գնա եթեր, գնայես կհիշես։ Հասկանաս ինչի քեզ։ Ձեր քո թիմակիցները շատ լավ խաղացել են։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հա, ու մի հատ էլ ունեմ, մոռացա։ Այո, դա 5-ը դու գծեցիր։ Սակի մոտ վերջինը։ Ես ֆուլ եմ։ Ես կարամ ստեղից հասկանամ։ Իհարկե։ Նայեմ, հա։ Բայց դու պետքա գծես ամեն։ Իհարկե։ Նայ, արի քեզ գցեմ, որ դու էլ խրախճանքին միանաս։ Հեշտ լինի ավելի վիճակահանություն անել, էլի։ Համեցեք։ Թե քեզ գցեմ։ Անձը պալյուբոմը մի կգցեն ախպեր։ Սվետլանա, մոտեցիր։ Ավելի արագ գնամ։ Թիվը 7։ Արի իրար հետ հաշվենք։ 1, 2, 3, 4, 5։ Թվերից լավ ես մալավ։ Շնորհակալություն։ Լավ եմ սորվել։ Կյանքը ստեղ ֆուլ է։ Ստեղ ֆուլ է։ Քանի որ ես ուզում եմ մենք սենց թիմով խրախճանքին մասնակցենք։ 3, 4, 5, 6, 7։ Այսպես ավելի լավ է, բայց արդեն երկրորդ փուլում ավելի པարզ կդառնա քվեարկությունը։ Երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ փուլը լինելու է ռանդոմ, այսպես ասած։ Գրիշա։ Այս պահին, եթե Գրիշան չի բարձրացնում նենց թիվ, որ Մարիամը դուրս մնա, նույնպես միանա, այսպես ասած, խրախճանքին, Մարիամը էլ չի մոտենում։ 5։ 5, Մարիամը նույնպես հայտնվում է
այսպես ասած, այն զոնայում, որտեղից կարող է լքել նախագիծը, կարող ես վերադառնալ, որտեղ գրեթե բոլորն ունեն։ Հարութ ջան, դու ազատ ես, դու արդեն երրորդ փուլում ես, խոսքը գնում է մեր մարզիկ Հարութի մասին, Հարութին կարող ենք ծափարել եւ ասել, որ գնամ։ Այս պահին այս տարանք տեղափոխվի կգան քեյսերը, մեկ քեյսի մեջ կա դրված կարմիր քարտ։ Քեյսերը կդրվեն ձեր առջևում, դուք կգնաք, որը որ կուզենաք կվերցնեք, կբերեք, կդնեք ձեր մոտ։ Խնդրեմ։ 0-ն առաջին հայկական AI հարթակն է, որը խելացի տեխնոլոգիաներով մարդկանց առօրյան դարձնում է ավելի արագ, հարմարավետ ու ժամանակակից։ 0 ժամանակն է խնայել ժամանակը։ Ինչի դեռ երրորդ մասնակիցը ձեր թիմից դուրս չի եկել ու փաստացի յուրաքանչյուր տեսպային կարող եք լքել, որովհետև երբ դուք ունեք հնարավորություն ագրեսիվ գործողության, դուք ուղղակի մեկ գցում եք։ Երկրորդ փուլին արդեն ռիսկի ամեն ինչ փոխվեց։ Դա նշանակում է, որ դուք չունեք ռազմավարություն։ Դա շատ սխալ է։ Միշտ դա դուրս է գալու ձեր դեմ։ Այստեղ դրված են քեյսեր, ընդամենը մեկի մեջ կա կարմիր քարտ։ Ում բաժին է ընկնում այդ քարտը, նա լքում է Arm Games-ը։ Իմ սիրած թիվը 3-ն է եւ ես դրա համար ընտրում եմ երրորդ քեյսը։ Հուսով եմ բախտավոր տեղ կայնա։ Բոլորը ընտրում են իրենց քեյսերը, մնում է ընդամենը 2 քեյս ու մնում ենք միայն ես ու Գրիշան։ Այ Գրիշան վերջի մասնակիցն էր, ես ուղիղ ասում եմ, չգիտեմ որտեղ է դրված, ուղիղ ասում եմ։ Բայց շատ զավեշտալի կլինի, եթե լինի այստեղ, շատ։ Բացատրեմ ինչի համար, որովհետև Գրիշան քայլ չարեց։ Միշտ պետք է վճռական քայլերով գնալ առաջ։ Սա է կյանքի հաղթանակի գրավականը, բայց հնարավոր է, այսպես ասած, հաջողակես։ Բոլորը բացում են, ում մոտ որ քարտն է, քարտը բացեցնում է վեր։ 1, 2, 3։ Կարմիր քարտը բաժին ասավ Լարային։ Գրիշան գտնվեց ամեն դեպքում հաջողակ։ Լարա ջան, շնորհակալ եմ քեզ շատ, որ ընտրությունդ կանգնեց հենց այդ քեյսի վրա։ Ընտրի։ Ցավոք սրտի Arm Games-ը մեր բորդո մազերով գեղեցկուհուն էսպայն հրաժեշտ է տալիս։ Լարան լքում է Arm Games-ը։ Լարա քո խոսքը վերջին։ Չունեմ։ Այնքան ահավոր էր իմ համար, որ ես ուղղակի ոչինչ չուզեցի ասել։ Գիտեի, որ մի բան ասեմ, ուղղակի կպայթեմ։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի մասնակիցներ, մեկ շաբաթից մեկնարկում է 4-րդ հաղորդումը։ Ուզում եմ իմանաք, որ 4-րդ շաբաթից սկսած այլևս չի լինելու թիմային խաղեր։ Լինելու են թիմային խաղեր, բայց ոչ որպես աստղերն ընդդեմ հետևորդների։ 20 մասնակից այլևս մտնում է անհատական պայքարի միմյանց դեմ։ Իհարկե հնարավոր է խաղեր լինեն, որտեղ թիմեր ձևավորվեն, բայց դա կարվի վիճականության արդյունքում։ Մեզ սպասվում է գժական ևս 5 շաբաթ, որից հետո որևէ մեկը Արմենիա հեռուստաընկերության կողմից տրամադրած գժական ավտոմեքենայով կգնա տուն։ Շատ թանկ նվեր ունենք, շատ թանկ նվեր։ Ես շնորհավորում եմ մնացած բոլոր մասնակիցներին, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ստեսություն Arm Games։